Պարոն Թաթոյան, վերջերս Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչներն այցելեցին Բաքու, դրանից առաջ էլ ադրբեջանցիներն էին եկել Երևան։ Խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջև խաղաղության հաստատման մասին։ Դա որքանով է իրատեսական համարում Ադրբեջանի այս քաղաքականության պայմաններում, երբ բանտերում են հայ գերիները, արցախցիների նկատմամբ տեղի են ունեցել ցեղասպանական գործողություններ, նրանք չեն կարողանում վերադառնալու անվտանգ ապրել իրենց հայրենիքում, ադրբեջանական զորքերն օկուպացված են պահում Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ այդ երկրի քաղաքական ղեկավարությունը շարունակական տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Այս պայմաններում իրական խաղաղություն հնարավոր է ըստ ձեզ։ Շնորհակալություն, սա շատ կարևոր հարց է։ Իմ դիրքորոշումը ադրբեջանական քաղաքականության վերաբերյալ հայտնի է։ Ես ընդհանրապես ասեմ, որ այն մարդիկ, ովքեր գնացին Ադրբեջան եւ հիմա տարածում են ակտիվ ադրբեջանական ուղերձները, այդ մարդիկ ինձ համար Նիկոլ Փաշինյանի գործակալներն են, Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչներն են։ Ես այդտեղ որևէ պատասխանատվություն, տարբերություն չեմ տեսնում։ Եվ նրանք հիմա Նիկոլ Փաշինյանի այդ քաղաքականությունն իրագործելով եւ անձամբ Փաշինյանը պատասխանատու լինելով դրա համար ավելի է բացում Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի մեր նկատմամբ ել ավելի մեծ վտանգավոր քայլեր ձեռնարկեն։ Իմ դիրքորոշումը սրա հետ կապված հստակ է։ Խաղաղության օրակարգի հետ կապված ակնհայտ է, որ Փաշինյանը ամբողջությամբ ձախողել է այդ օրակարգը։ Չի կարող մի երկրի ղեկավար, որ 3 պատերազմ, 3 պարտություն է բերել, նոր ցեղասպանություն է բերել, խաղաղության օրակարգից խոսել։ Սա հստակ է։ Խաղաղությունը այն է, ինչ իրականում մենք ենք առաջարկում։ Հայրակ Ֆարաջան